Եկեք, որ աշխարհում իսլամական պետությունը ահաբեկցություններ է պատրաստում անել Հայաստանում, դա կայս տոնորերին, ինչպես եք զգացել, ձեզ ապահով եք եղել, վախ կար։ Չէ, չկար վախ։ Կարևորը որ մեր տղերքը այնտեղ կանգնած են։ Չէ, չեմ վախենում։ Ոչինչ, էլի փառք ասում ես մոտ տենց բաներ չկա էլի։ Շատ լավ, ես չեմ կարծում, որ մեր մոտ նման ահաբեկչություն լիներ։ Չեմ պատկերացել Հայաստանին այդ սիտուացիայում, դա համար չեմ մտածել դրա շուրջ ճիշտն ասած, անվտանգ եմ զգացել երևի այստեղ։ Ես մտավախություն չունեմ։ Դե աշխարհում իրադարձությունները ճիշտ է շատ վատ է, բայց մեր երկրում էլի որոշ չափով ապահով ենք էլի։ Հրաշք է Հայաստանը։ Ապահով, Բավականին ապահով։ իսկ Հայաստանի ներքին անվտանգությունից որքանով եք գոհ։ Արդյոք կարողանում են ճիշտ ապահովել անվտանգությունը, որ քաղաքացին կարողանա հանգիստ դուրս գա փողոց։ Դե գիտեք, եթե այլ երկրների հետ ենք համատում, կոնկրետ օրինակ եւ լուրերով եւ լինելով այլ երկրներում, հետո Հայաստան ենք համատում այդ երկրների հետ, ինձ թվում է այստեղ անվտանգ է։ Հանգիստ կարող ես զբոսնել, նույնիսկ միայնակ կինը գիշերով։ Ապահով հիմա իմ երեխայի հետ ման եմ գալի։ Հեմ, հա, նորմալ է, ես դժգոհ չեմ։ Որ ժամին ուզում ենք դուրս ենք գալիս, շրջում ենք, չենք վախենում։ Եթե Ռուսաստանում դու կարա ժամը 6-ին քայլես ու քեզ հաստատ կկանգնացնեն ինչ որ մարդիկ, ստեղ տենց բան չկա, դրանով ամեն ինչ ասվում է։ Ես կարծում եմ Հայաստանը եզակի երկրներից է, որ անվտանգ է հիմա։ Պես ես չեմ գտնում, որ մեզ մոտ այդպես սարսափելի վիճակ կա հանցագործությունների առումով, որ ներքին անվտանգության հետ ինչ որ լուրջ խնդիրներ կան։ Դե ես ընդհանրապես ես Հայաստանը սիրում եմ ու ինչ որ կապված լինի Հայաստանի հետ, ես կհարմարվեմ։